Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է, որ Ջերմուկի զորամասում դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող ԱՀ-ն։ Իրավապաշտպանի խոսքով զինծառայողի վիճակն այնքան ծանր է եղել, որ նրան տեղափոխել են Երևանի Կանազի զինվորական հոսպիտալ։ Ալեքսանյանի փոխանցմամբ զինվորի մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքի ծանր վնասվածքներով և հալյուցինացիաների մեջ։ Նրա պնդմամբ երիտասարդը բանակ է ծորակոչվել, ունենալով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Ցավոք սրտի ունեցել ենք տենց դեպքեր։ Կարարը երկար ժամանակ, երբ որ պահել են ու քանի հանրությունը չի խոսել դրա մասին, իրանք առհասարակ չեն արձագանքել կամ չեն հրապարակել ինչ-որ մահվան դեպքեր։ Այսինքն իրանցից ամեն ինչ սպասելի է։ Մինչև մենք բանակում չիրականացնենք խորքային, բովանդակային և համակարգային փոփոխություններ, նման դեպքերը շարունակվելու են, ասում է Կարապետյանցը։ Իրանց պետք չի կարգապահություն, եթե իրանց կարգապահություն պետք լիներ, ռազմական ոստիկանությունը տեղյակ չի եղել, այսինքն տևական ժամանակ մարդկանց բռնության են ենթարկում ամեն ինքնասպանությունից, հետո մենք իմանում ենք, որ տևական ժամանակ բռնության են ենթարկել ու ռազմական ոստիկանությունը ոչ մի բան դրա մասին չգիտի, իսկ ինչի չգիտի, իսկ կարող է ռազմական ոստիկանությունն էլ ներգրաված քաղաքական հետապնդումների process-ի մեջ։ Այսինքն, երբ որ դու մեծ հաշվով հարցեր կան, որոնք չես անդրադարձել ու բացի դրանից բուն ծառայության բովանդակությունը, այն վերաբերմունքը, որին արժանանում են հիմա, այդ թվում նաև զոհված զինվորները, իրանց հիշատակը, այս ամեն ինչը չի կարող, այդ խոսույթը, որը քաղաքական առաջնորդները ունեն, ինքը չի կարող այլ բան բերի, բացի ատելության խոսքից, բացի անհանդուրժողականությունից, բացի այդ գողական բարքերից։ Իրավապաշտպանի գնահատմամբ բանակում տեղի ունեցողը ազգային անվտանգության խնդիր է, երբ բանակում կա անպատասխանատվություն, ոչ կանոնադրական հարաբերություններ և վերահսկողության բացակայություն, դրա հետևանքներն անդրադառնում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Ամենամեծ քրեական ենթամշակույթ կրողը Նիկոլ Փաշինյանն է։ Այն որ գալի ասում կզծնելու եմ, ես եմ անել։ Երբ որ դու ասում ես կզծնելու եմ, ինչ որ մեկը գտնվում է, որը դա ի գործ է բանանում է, օգտագործում։ Այս սխեմայի մեջ օրինակ ինչը հասկանալի չի նրանց, ովքեր զարմացած կլոր աչքերով հարցնում են, բայց ինչի սենց եղավ, բայց ոնց է որ սենց արնել։ Նշենք, որ ահազանգից անմիջապես հետո Պաշտպանության նախարարությունը հերքում տարածեց, հավաստիացնելով, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Օրագիտ Նյուզը կապ հաստատեց նաև Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանի հետ։ Ես զինվորի առողջական խնդիրների մանրամասները չեմ կարող հաղորդել ձեզ, որովհետև մենք գործ ունենք անձնական տվյալների պաշտպանության մասին եւ բժշկական գաղտնիքի մասին օրենքի հետ, բայց զորակոչվել է բանակ սահմանափակումով, այսինքն պիտանի ծառայության համար սահմանափակումով։ Վերջինս վերահաստատեց ՊՆ-ի նախկին հայտարարությունը, հերքելով զինծառայողի դաժան ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունները։ Այո, ամբողջովին հերքում ենք ծեծի կամ առավել ևս դաժան ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունները, այսինքն մեր երեկվա տարածած հաղորդագրությունները վերահաստատում են։ Այնուամենայնիվ իրավապաշտպանները պնդում են, քանի դեռ բանակում չեն վերացվել գողական բարքերը, նման ողբերգական դեպքերը կարող են շարունակվել։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիտ Նյուզ։